Այսուտ տարիների ընթացքում ես հետևողականորեն եւ աննահանջ կտրել եմ այդ մաֆիայի 20 գլուխները եւ ահա եկել է այդ մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը եւ ես 2026 թվականի հունիսի 7-ին ունեմ ձեր աջակցության, ձեր մանդատի, ձեր զորակցության կարիքը, այս է պատճառը, որ կորորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ ձեր զորակցությունը հայտնել հեղափոխությանը գործելով հետևյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք հնչում է Բայց ես ուզում եմ ուղիղ եւ պարզ ասել մասնավորապես դատաիրավական համակարգի մութ անկյուններում ծվարած մաֆիայի մետաստազների խնդիրը ժողովուրդ ջան մենք չենք կարողանալու լուծել առանց սահմանադրական կարգավորումների այս է նաեւ պատճառը որ ես չափազանց կարևորում եմ, որ մենք ընտրություններից հետո իհարկե քննարկումներով, իհարկե ժողովրդավարական պրոցեսներով ընդունենք նոր սահմանադրություն, որի արդյունքում Հայաստանի բոլոր դատավորները կվերածվեն դատավորի պարտականություններ կատարողների եւ վերանշանակում կստանան միայն նրանք ովքեր կանցնեն բարեվարկության մի քանի շերտանի սկզբունքներ։ Սա նոր սահմանադրության ընդունման միակ պատճառը չէ, բայց այն պատճառներից կարևորներից մեկն է, որովհետև մենք ի վերջո մինչև օրս սևերես ենք ձեր առաջ հենց այդ պատճառով, որ դատական մաֆիայի պատճառով չենք կարողացել միջև հիմա, միջև վերջ կատարել ձեզ տված մի քանի խոստումներ եւ մենք միջև այսօր չենք կարողանում ձեզ հոդաբաş պատասխան տալ թե ինչու է միջև հիմա ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը ինչու է միջև հիմա ազատության մեջ Սերժ Սարգսյանը ինչու Թալանչի օլիգարխները չեն հայտնվել բանտում, մեր համբերությունը սպառվել է, բոլոր ժամանակները սպառվել են եւ ժողովուրդը պահանջում է արդարությունը եւ արդարադատությունը պիտի կայանա եւ արդարությունը պիտի հաղթի 2026 թվականի հունիսի 7-ին Ժողովուրդ նրանք էլ են սա հասկանում, որ բոլոր լիմիտները սպառված են։ Նրանք հասկանում են, որ նրանց պատասխանատվության ժամի հետ հաշվարկը միացված է։ Այս է պատճառը, որ նրանք այդ թվում հավաքագրվելով դավադրության մեջ են մտել Հայաստանի պետության եւ ժողովրդի դեմ։ Այսօր արդեն բազմաթիվ փաստեր են հրապարակված, որ ժողովրդի իշխանության, որ պետության դեմ հյուսվում է, նյութվում է դավադրություն։ Եվ ես ոչ որպես վարչապետ,
այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգից ակնկալում եմ եւ պահանջում եմ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշարք բաժանողները պետք է շատ արագ ժամերի ընթացքում բոլորը առանց բացառության հայտնվեն բանտերում եւ մենք նրանց չենք կարող թույլ տալ, որ բռնանան Հայաստանի ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա։ Այս պահից սկսած ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ, որ բոլոր ծակերում թաքնված ընտրակաշառատուները, ընտրակաշարք համակարգողները հայտնաբերվեն, բացահայտվեն, վնասազերծվեն եւ հայտնվեն բանտերում։ Հայաստանի ժողովրդի ազատ կամ արտահայտմանը որևէ բան չպետք է սպառնա, որևէ բան չպետք է սպառնա։ Բայց ես նաեւ ժողովուրդ ջան, ուզում եմ մենք այնուամենայնիվ գնահատենք, բարձր գնահատենք, թացը չորի հետ չխառնենք եւ ես ուզում եմ, որ մենք ծափերով ողջունենք մեր իրավապահ մարմիններին, որոնք այս ընթացքում արդեն իսկ բացահայտել են այդ մեծ դավադրությունը եւ ես ուզում եմ մենք ծափերով ողջունենք Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին, ով գրեթե ամեն օր ձայնագրություններով տեղեկացնում էր Հայաստանի ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության ծառայությանը բուռն ծափերով, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները երբեք ավելի արդյունավետ չեն գործել ընտրակեղծարարների դեմ եւ երբեք ավելի հատու եւ ազդու հարվածներ չեն հասրել նրանց։ Բայց հարգելի գործընկերներ, ահա մոտենում է քվեարկության ժամը եւ ընտրակեղծարար բոլոր ձեռքերը պետք է ջարդվեն, ընտրակեղծարար բոլոր ձեռքերը պետք է ջարդվեն։ Ես ուզում եմ, որ մենք թացը չորին չտարբերենք նաև դատական համակարգում։ Ես ուզում եմ, որ այս հրապարակը բուռն ծափերով ողջունի նաև այն դատավորներին, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այդպիսիք այո կան, եւ մենք ողջունում ենք բոլոր այդպիսի դատավորներին։